Մենք կրկին անգամ խոնարհում ենք այդ արջեր, խոնարհում ենք Աստվածային հրաշք ներկայությանդ համար, որ այո քո խոսքդ այո եւ ամեն է, որտեղ 2-3 հոգի քո հավաքված դու այնտեղ ներկա ես, ինչ հրաշք է սա Տեր, ինչ հրաշք է այս փոքրիկ անկյան մեջ, այս կարծես թե մարդկանց կողմից մոռացված անկյան մեջ դու ներկա ես Տեր, որքան շնորհակալ ենք քեզանից օրհնյալ Սուրբ Հոգի այս կենդանի վկայությունների համար, որ քո շնորհքը իրապես գործում է մեր մեջ Տեր Աստված, այո, մենք քեզ ենք հուսացած բարի հովիվ եւ մեր կյանքի ընթացքը նորից հանձնում ենք քո սուրբ ձեռքերի մեջ Աստված մեր ամենակարող, աղաչում եմ օրհնյալ Սուրբ Հոգի, որ դու հիմա առաջնորդես խոսքի ծառայություն այս սուրբ պահը, վերցնես բոլոր տեսակի ծանրություններ, մտքի զբաղվածություններ Հիսուսի Քրիստոսի անունով Տեր։ Եվ ինձ նման անպիտանից Տեր աղաչեմ, որ շնորհ տաս քո խոսքը փոխանցելու այնպես, ինչպես որ դու ես Տեր շնորհում մեզ ամեն մեկից Տեր Աստված։ Մեր սրտերն էլ պատրաստ ես քո խոսքը ընդունելու մեկ անգամ ևս Տեր։ Եվ այստեղից օրհնված լեցված եւ զորացած Տեր մեզ մեր տները ճանապարհես անվանդ փառքիդ համար խնդրեցի Հիսուսի անունով բարավորվես Հայր Որդի եւ Սուրբ Հոգի հալելույա ամեն նստենք եղբայրներ քույրեր սրտանց ասենք փառք Հիսուսին այս առավոտվա համար շնորհակալ ենք որ կրկին Տիրոջ տան մեջ ենք Վահան եղբոր վկայություն ես ուրիշ բան պիտի ավելացնեմ Տեսեք, որ իսկապես Աստծո հոգին գործում է մեր մեջ, այս փոքրիկ հոտի մեջ, այս փոքրիկ անկյան մեջ, երբ ամեն անգամ թույլ տվեք անկեղծանալ ձեր առջև, եթե այսօր առաջի անգամ մեր մեջ գտնվողներ կան, թող չզարմանան այս անկեղծության վրա, շատ անգամ, երբ որ տեսնում եմ բացականեր, այսպես բացակաների շարք, բացակաների հերթապող գիտեք ինչ է նշանակում Այս անգամ այս մասն է բացակա, հաջորդ անգամ մյուս մասը։ Մյուս անգամ այս մասն է բացակա, հաջորդ անգամ մյուսը։ Եվ այսպես կարծեք թե հոտը չի ամբողջանում։ Իսկ ինչու չի ամբողջանում, եղբայրներ քույրեր։ Միայն ու միայն հավատքի պակասությունն է, ուրիշ ոչ մի պատճառ գոյություն չունի երկրի վրա։ Հավատքի պակասություն, թերահավատություն, եթե կուզեք իմանալ նաև անհավատություն։ Ինչ է նշանակում Կիրակի օրը տերունական պաշտամունք եկեղեցում Աստծո խոստում, որտեղ 2-3 հոգի Տեր Հիսուսի անունով հավաքված ես այնտեղ ներկա եմ Տերը մեր մեջ ներկա է ու մենք ընտրում ենք ինչ որ ունայն զբաղմունքներ, չգիտեմ ինչեր կրկնում եմ փակագծի մեջ կան հարգելի պատճառներ, հիվանդություն, չգիտեմ նման բաներ, բայց ես Գիտեմ, որ շատ հոգիներ կարող են ուղղակի երկրորդական, երրորդական պատճառներով ոչ միայն խոսքս վերաբերում է Կիրակի օրվա պաշտամունքներին, ապա նաև շաբաթվա ընթացքի պաշտամունքներ, որտեղ մենք այս 5 շաբթի ունեցանք շատ օրհնյալ սերտողության պաշտամունք, կարող են ներկա եղողները վկայել, որ իսկապես Աստծո խոսքը այսպես անձրևի նման հորդում էր իր ներգործությամբ։ Մենք մեզի ռեկլամ չենք անում, մենք ուղղակի խոնարհվում ենք Տիրոջ առջև որ Աստված հաճում է մեր մեջ ներկա լինել սիրելիներ։ Հիմա խոսքս երկեցողության ընտրությունը սկսվում է գիշերվանից։ Երգերը, որոնք մենք երգում ենք, սա նորից աղոթքով, մտորումներով, երկարան այսպես քրքրելով, չկարծեք, որ բացում ենք, ասում ենք, այս երգը եւ այլն։ Ամեն բան կատարում է վերից առաջնորդությամբ եւ դրա ապացույցը հետեւյալն է։ Ես մտադիր չէի Վահան եղբորը կանչել։ Եկել եմ նստել եմ այստեղ, շրջում եմ այս կողմ, շրջում եմ այն կողմ, ասում եմ Տեր ով է այն եղբայրը, որ պիտի բարձրանա եւ աղոթք անի, առաջի աղոթք անի։ Եվ հանկարծ վերջի երգի, վերջի պահին ընդհանրապես այդպեսի բան չի լինում։ Նախորոք ասվում է, շրջում եմ Վահան եղբոր կողմ, ասում եմ առաջի աղոթքը կանես Նշան է անում, որ այո, երգը չսկսած ինքը վազելով է գալիս, ասի ուրեմն սա Տիրոջից է։ Մյուս ապացույցը, երգի ընտրությունը ես ընտրել եմ աղոթքից հետո Տերը իմ հովիվս է, ես բանի կարոտություն չի, ինչ Սաղմոս կարդաց եղբայրը։ Սրանք մեզ համար նշաններ չեն, եղբայրներ քույրեր, որ Տերը իսկապես մեր ուրիշ Սաղմոս չունի Վահան եղբայր կարդալ։
Սրանք շատ պարզ նշաններ են, եւ սրանք խոսում են նրա մասին, եղբայրներ քույրեր, որ Տերը իսկապես իր ժողովրդի մեջ է։ Ես շատ անգամ նորից ուզում եմ սիրտս բացել, մեջս այսպես հուսահատություն է գալիս, ասում եմ ինչու բացակայություն է, ինչու պակասներ, արդյոք մենք ճիշտ տեղում ենք, արդյոք Տերը մեզ նկատի առել է այս անկյան մեջ որպես իր եկեղեցի, իր ժողովուրդ, իր համայնք։ Եվ ահա այսպիսի վկայություններով նորից Տերը նորոգում է մեր ընթացքը, որպեսզի մենք շարունակենք այս սուրբ ընթացքը մինչև հավիտենական օրը։ Չգիտեմ, ես բավական հուզված եմ, երբ որ այսպես ժամանակ առ ժամանակ այսպիսի կենդանի վկայություններ ենք մենք տեսնում եկեղեցու մեջ։ Այսպիսի դեպքեր էս առաջի դեպքը չի։ Սրան նման շատ դեպքեր են եղել, որոնց անունը մենք զուգադիպություն չենք դնում։ Չենք ասում զուգադիպություն եղավ եւ այլն։ Եղել է օրինակ անկեղծանամ, եղել է որ երկից առաջ եղբորն եմ մոտիկացել եւ ասել եմ որ եղբայր հարմար կնի որ այս սաղմոսը ընթերցես, որովհետեւ այս երգը պիտի երգենք։ Բայց այսօր այդպիսի բան չեղավ, եղբայրներ։ Ինչ եք մտածում, ինչ եք խորում ձեր սրտերի մեջ։ Տերը մեր մեջ ներկա է թե ոչ, եղբայրներ։ Այո եւ ամեն։ Իսկ եթե Տերը մեր մեջ ներկա է, այս ներկայության ժամանակները բաց թողենք, թե մնանք անհոգության մեջ, մեր զբաղմունքներով մեր օրերը անցկացնենք եւ վերջին օրերի մեջ ափսոսանք, որ մեզի այսպիսի հնարավորություններ էր տրված եւ մենք անհոգությամբ վարվեցինք։ Եղբայրներ քույրեր, ես նորից հորդորում եմ ձեզ եւ նաեւ Տիրոջմով խրատում, որ Տիրոջ տան ներկայությունը բաց մի թողեք, ոչ մի պատճառով։ Նորից եմ ասում, կան բացառիկ երևույթներ, ասենք քաղաքից դուրս ես, Հայաստան ես գնացել կամ ինչ-որ մի բան հասկանալի է, կամ հիվանդ ես, այնքան հիվանդ ես, որ սովալով եկեղեցի չես կարող գալ։ Այդ օրինակը միշտ տպավորվել է մեջս, ճանաչված քարոզիչին ասել եմ, դու երբ կբացակայես, երբ քո ծառայությունից ետ կկանգնես, ասենք եկեղեցի չի, ասեց այնքան ժամանակ, քանի դեռ սողալ չեմ կարող, նոր չեմ կարող գալ։ Եթե կարող եմ սողալ, ուրեմն սողալով ես պիտի հասնեմ եկեղեցի։ Սիրեցի ասում եք, քո տանդ ներկայությունը, Դավիթը այսպես ասում։ Ես նայում էի Հարութ եղբայրը 84-րդ սաղմոսն էր բացել։ Կայտակությունն է, որ եղբորը հրավիրում, բայց դու վերջում կաղոթքդ կանես եղբայր։ Երանի այն մարդկանց, որոնց սրտի մեջ քո տանդ ճամփաները կան։ Նրանք գիշեր ու ցերեկ քեզ պիտի օրհնեն։ Գիշեր ու ցերեկ։ Եղբայրներ քույրեր, ինչ է մեզ շաբաթվա մեջ ընդամենը 6 ժամ մատերի վրա այսպես 2 ժամ Կիրակի, 2 ժամ 5 շաբթի, 1 ժամ էլ թերևս աղոթքա ժողովի օր։ Ինչ է ամբողջ շաբաթվա համար 168 ժամ է, ինչքան է անում շաբաթվա 7 օրը 24-ից եթե բազմով պատկի։ Կարծեմ դա էր 168-ից 8 ժամն էլ չէ, 6 ժամն ենք ընդամենը տրամադրելու Տիրոջ տան մեջ լինելու եւ դրա մեջ ենք սայթակում։ Եվ դրա մեջ ենք կաղում, երբ որ Տերը իր ամբողջ կյանքը տվեց մեզ համար, եղբայրներ քույրեր։ Ախր մենք ինչպես պիտի կանգնենք վերջի օրը եւ արդարանանք։ Ինչպես պիտի մենք ասենք Տեր, մենք այնպես չգնահատեցինք քո սերը, քո զոհաբերությունը, քո շնորհքը մեր կյանքի մեջ։ Տեր օրհնի։ Շնորհակալ եմ Տիրոջից, որ այսօր ես նորից ձեր մեջ եմ, Աստծո շնորհքով եմ ինչ որ կամ, գիտեք առողջական խնդիրներ կան, բայց նորից Տիրոջ շնորհքով որ այսօր ձեր մեջ եմ փառք Աստծո։ Եղբայրներից մեկը, որ վաղուց մեր մեջ բացակայում էր, հանկարծ հեռաձայնեց, նայեց Viber-ի վրա այդ հայտարարությունը, անհանգստացած էր, եղբայր, ինչպես ես եւ այլն, եթե քեզ հետ ինչ-որ մի հանկարծ դժվար բան պատահի, մենք ինչ պիտի անենք, եղբայր, ասի, մեր կյանքի Տերը ով է, Հիսուսն է։ Գիտեք, մենք իրար գնահատում ենք կամ Աստծո շնորհքը, վերջապես մենք իրար հարազատներ ենք, գնահատում ենք, երբ որ մեզանից մեկ ինչ-որ մի դժվարության, փորձության միջով է անցնում։ Հավատացեք, որպես ծառայող մենք միշտ դրան նկատմամբ ուշադիր ենք։ Հիմա բացակայ տեղ ունենք Ազատուհի քույրը, Սարա քույրը եւ մնացածները։ Որպես ծառայող ես ներքնապես անհանգիստ եմ, ասում եմ,
եթե պիտի բացակայեր, լավ կլներ, որ կոնե ինչ-որ ձևով տեղյակ բայր մենք էլ հանգիստ լինենք, եթե աղոթքի կարիք, մյուս եղբայրը ճամփորդության մեջ է, եւ այսպես շարունակ։ Եղբայրներ, քույրեր, Տիրոջ տան օրհնությունը բաց չթողենք, այս աշխարհը լի է ունայնություններով, լի է գայթակղություններով, մեզ Աստծուց հեռու պահելու, եւ ինչքան մենք տարվում ենք աշխարհի գայթակղությունով, այնքան մեր մեջ Աստծո սերն է բացակայում, պակասում, եւ այսպես մենք Աստծո շնորհքից պակասում ենք անտեղի տեղը, ընդամենը մեր բառը չեմ ուզում խիստ ասեմ, անպուտության պատճառով։ Տերը օրհնի, մենք անցյալ կիրակի միասին նայում ենք Հիսուս Քրիստոսի այլակերպությունը Թափոր լեռան վրա 3 աշակերտների հետ, եթե հիշում եք, Հովհաննեսի, Հակոբոսի եւ Պետրոսի հետ միասին։ Դա այն իրադարձությունն էր, որ Հիսուսը իր խաչելությունից առաջ պետք էր նաեւ որպես երկրի վրա կենթանի վկաներ իր աշակերտներին հայտնել իր իրական էությունը, իր աստվածությունը հայտներ։ Վերջապես ինքը դրանից հետո պիտի մատնվեր մեղավորների ձեռքը, հեթանոսների ձեռքը պիտի մատնվեր եւ այդպես ինքը կարծեք թե անօգնական մեկը պիտի լիներ խաչի վրա միայնակ մնացած եւ աշակերտները բավական տարակուսած պիտի լինեն թե այս Հիսուսը, որ ինքը Աստծո որդին էր եւ այսքան հրաշքներ կատարվեց իր կյանքում, իր ձեռքով եւ այսպես շարունակ, ինչու այսքան անօգնական է, այսքան էլ մարդեղեն, այո, նա կատարյալ մարդ էր եւ կատարյալ Աստված երկրի վրա եւ դրա համար Պետրոսի վկայությունից հետո, որ Պետրոսը վկայել էր եւ ասել էր դու ես Քրիստոս, կենթանի Աստծո որդին, որ աշխարհ պիտի գայր, նա Հիսուսը նրան ասեց, որ սա ոչ թե քո մարմինն ու արյունը քեզ հայտնեցին, հապա իմ հորս հոգին, երանի քեզ Սիմոն Հովնանի որդի։ Եղբայրներ, քույրեր, մենք այն ժողովուրդն ենք, որ մեզ եկել է երկնքից հայտնություն, ով է Քրիստոս, կատարյալ Աստված, կատարյալ մարդ երկրի վրա։ Եվ այսօր այնքան լեցուն աղավաղումներ կան, վարդապետություններ, արդեն հրյաների կողմից Քրիստոսը մերժելու, արդեն վկաների կողմից նորից Քրիստոսի կատարյալ Աստվածությունը մերժելու, այս բոլոր բաները, գիտեք, եղբայրներ, քույրեր, մի կարելի ասել այս երկրավոր բնակության մեջ մարդկանց համար մեծագույն շփոթություն է։ Բայց մենք նորից եմ կրկնում այն ժողովուրդն ենք, որ կանչված ենք իսկապես իր պատկերին առավելաբար կերպարանակից լինելու։ Եվ մենք խոսեցինք անցյալ կիրակի, որ Հիսուսը որ այլակերպվեց լեռան վրա, դա ոչ միայն ի ցույց էր աշակերտներին, թե ով է ինքը իրականության մեջ, որ իր երես արևի պես փայլում էր, իր հանդերձները ջերմակությունից այնքան պսպղուն են, այնքան փայլուն են, ասում որ երկրի վրա այդպիսի թափիչ կամ մեր ժամանակներով ասած քլորոքս չկա, որ սպիտակ շորը կարող է այդ կան փայլեցնել։ Եվ աշակերտները իհարկե չէին կարող այդ իրականությունը տանել իրենց մարմինների մեջ, նրանք մեռածի պես եղան, ընկան Տիրոջ առջև եւ քնով տարվեցին։ Եվ Հիսուս ասաց այս տեսիլքը առայժմ ոչ մեկի մի պատմեք, մինչև որդի մարդու մեռելներից հարություն առնի։ Բայց սա նաև մեկ ուրիշ նախապատկեր է մեզ բոլորիս համար, որովհետև մենք Աստծո խոսքի մեջ ունենք համապատասխան խոստումներ, որ մենք որպես Հիսուսի հետևորդներ, Քրիստոսի հետևորդներ, որպես Քրիստոսի ժառանգակիցներ նույն խոստումը ունենք, եղբայրներ, այս մահկանացու մարմինները, որ առայժմ կրում ենք, որ մենք տեսնում ենք օր այս մարմնի դրսի մարդու օր մաշվելը եւ ներսի մարդու օր նորոգվելը, եղբայրներ, քույրեր, մենք հասկանում ենք, որ Աստված մեզ ինչ-որ մի հրաշալի վախճանի է պատրաստել, որ մենք ամենքս իր որդու պատկերին կերպարանակից լինելու խոստում ունենք, եղբայրներ, քույրեր։ Ոչ միայն հոգևոր ապրելակերպով, հապա նաև ֆիզիկական,
Այսինքն փառավոր մարմին պիտի հագնենք վերջին օրը եւ Քրիստոսի պես պիտի լինենք, ինչպես որ նա է, եւ նա պիտի կոչվի Անդրանիկ բազում եղբայրների մեջ։ Այս խոստումը մենք կարդում ենք Հռոմեացիս 8:29 համարի մեջ, որտեղ առաքյալ ասում է. «Սակայն մենք գիտենք, թե ամեն բաները բարին գործակից կլինեն նրանց, որ Աստված կսիրեն, որոնք նրա նախասահմանությունով կանչված են, որտեղ նրանց, որ առաջվանից կճանաչեր, առաջվանից սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որպեսզի նա անդրանիկ լինի բազմաթիվ եղբայրների մեջ»։ Եվ այստեղ շարունակությունը ներկայացնում է, թե ինչ կարգով Աստված պիտի մեզ հասցնի այդ օրվան, որոնց ասում են նախապես սահմանեց հավիտենական դարերից առաջ, որոնց որ նախապես սահմանեց, նաև կանչեց նրանց, եւ նրանց, որոնց կանչեց, նաև արդարացրեց նրանց, եւ նրանց, որոնց արդարացրեց, նաև փառավորեց նրանց։ Այսինքն մենք տեսնում ենք, եղբայրներ, քույրեր, որ սահմանելուց հետո Աստված նաև կանչում է, կանչելուց հետո նաև արդարացնում է եւ արդարացնելուց հետո նաև պատրաստում է փառավորելու։ Հիմա մենք արդարացված ժողովուրդ ենք, սահմանված ենք, կանչվել ենք Տիրոջ կողմից, Աստծո խոսքը ասել է մեր կյանքի մեջ նորոգություն է սկսվել ապաշխարությամբ, վերստին ծնունդով, նոր մարդն է հայտնված մեր կյանքի մեջ եւ Աստված, ինչպես ես սկզբում ասեցի, մեզ ինչ-որ մի հրաշալի վաղճանի է պատրաստում։ Նորոգված մարդը, եղբայրներ, քույրեր, այսպես թե այնպես հոգիով նորոգված մարդը չի կարող հաշտվել այս ժամանակավոր ընթացքի հետ, ինչպես խեղճ վկաններն են հավատում, որ հավիտենականություն գոյություն չունի, մարդը գերեզմանով վերջանում է։ Մենք հավատում ենք, որ այս արդարացված անձը ունի հավիտենական շարունակություն փառավոր մեռելների հարությամբ։ Բայց մինչև դրան հասնելը մենք շարք ունենք, երևի առաջիկա 3-4-5 շաբաթները մենք պիտի խոսենք Քրիստոսի պատկերին կերպարանագից այս ընթացքը, թե ինչ ճանապարհներով, ինչ կերպերով է, որ Աստված մեզ անցկացնում է։ Մեզանից ամեն մեկը ինչ որ որոշակի ճանապարհ անցել է արդեն։ Քրիստոսի պատկերին կերպարանագից հոգու նորոգության մեջ ես նկատի ունեմ։ Եվ այս ընթացքը շարունակական է, անվախճան է, քանի մենք երկրի վրա ենք, չկա այդպիսի վարդապետություն, այդպիսի մեծամտություն էլ չկա, որ մարդը ֆիզիկական մարմնի մեջ, մարդեղեն շաղվածքի մեջ կարողանա կատարյալ լինել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Մինչ ոգևորված խարիսմատներ ասում են, որ մենք կարող ենք հասնել այդ կատարելության։ Այդպիսի բան գոյություն չունի։ Գոյությունը կատարելության շարունակում է մինչև հավիտենական օրը, մինչև այս մարմնից դուրս գալը, փառավոր մարմին հագնելը։ Այլապես, եղբայրներ, քույրեր, ինչ որ բան Աստծո խոսքից պետք է նաև շեղված լինի, եթե մարդը հավատում է, որ ինքը կատարյալ պիտի։ Մենք գնում ենք կատարելության ընթացքով։ Չենք ասում, որ կատարելություն չկա եւ տեղները կանգնենք ինչի մեջ որ կանք, դրանով այսպես բավարարվենք, այլ ընթացքը շարունակվում է։ Ընթացքը շարունակվում, նա որ սուրբ է, թող ավելի սուրբ լինի, նա որ կատարյալ է, թող ավելի կատարյալ լինի։ Եվ մենք տեսնում ենք, որ նա անդրանիկ է բոլոր ստեղծվածների մեջ։ Կողոսացիս առաջի գլխի 15-րդ համարը, որտեղ առաքյալը ասում է, որ որով մենք փրկություն ունենք, այսինքն Քրիստոսով մենք փրկություն ունենք իր արյան միջոցով, այսինքն մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածների անդրանիկը։ Բոլոր ստեղծվածների անդրանիկ ասելով, եղբայրներ, քույրեր, երբեք Աստծո խոսքը նկատի չունի, որ Աստծո որդին երբևէ ստեղծվել է, ստեղծագործություն է, այլ ընդամենը նա այն կատարյալ ստեղծագործության օրինակն է, որպես կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված, որպես օրինակ։ Այլապես Պողոս առաքյալը Եբրայեցիների 12 գլխի մեջ չեր ասի Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Այսինքն մեր հավատքի առաջնորդը պիտի ունենա այն կատարյալ պատկերը, այն օրինակը, որը հենց իսկ Աստծո պատկերն է,
որպեսզի ֆիզիկական մարմնի մեջ գտնվող մարդը սկսյալ աշակերտներից ճանաչի ով է Աստված, ինչ բնութագիր ունի Աստված եւ ինչպեսի սրբություն է Աստված մեզանից ակնկալում ամեն մեկս։ Ինչու է շատ հաճախ խոսում դրա մասին, որ մարդկանց օրինակ մի վերցրեք չափանիշ, մի վերցրեք սրան, մի հետևեք մյուսի, մի նայեք եւ այլ, ինչու, որովհետեւ մարդը անկատար է։ Ուրիշ բան է, որ մարդը նայում է միայն Հիսուսին եւ իր չափանիշ Աստծո որդին է։ Դրա համար մեր հորդորանքն է, եղբայրներ, քույրեր, որ մենք հասկանանք նախ Աստծո պատկերը։ Աստծո պատկերը Ծննդոց առաջի գլխի 26 եւ 27-րդ համարից է սկսվում։ Երբ որ Աստված 5 օրը ստեղծագործություն արեց եւ 6-րդ օրը պիտի ստեղծեր իր պատկերով մարդ արարածին, տեսեք ինչպեսի հայտարարություն անում Աստված, երրորդություն ավելի ճիշտ։ Եվ Աստված ասեց. մեր պատկերի ու նմանության պես մարդ ստեղծենք։ Եվ Աստված ասում է իր պատկերով ստեղծեց մարդը, արու եւ էգ ստեղծեց դրան։ Հիմա շատ ժամանակ եղբայրներ, քույրեր, այդպես պատկերներ էլ կան, չգիտեմ որքանով է դա ճիշտ, ինչքանով է իրական, որ Աստծուն ներկայացնում են մի այսպես մարդու պատկերով, աթոռին նստած, մի ծերունու պատկերով, որդին աչքոմը եւ այլն։ Սա մոտավոր պատկեր է։ Մարդը, որ Աստծո պատկերով ստեղծված է, դա չի նշանակում, որ այնպես որ մենք կանք այդպես ենք։ Պատկեր ասած բառը իրականության մեջ նրա էությունն է, նրա էության ասում է բուն պատկերն է Քրիստոս։ Այ Աստված ինչպիսին է իր էությամբ, իր ամենակարողությամբ, ամենատեսությամբ, որ նրա համար ժամանակ գոյություն չունի, նրա սիրո մեծությամբ, որը սահմաններ չունի։ Մենք որ հաղորդ եղանք Աստվածային սիրո, չենք կարողանում հասկանալ Աստվածային սիրո մեծությունը։ Թե այդ ինչպիսի մեծ սեր Աստված ցուցադրեց մեր նկատմամբ, որ մեզ մեղավորներից քաշեց դեպի իրեն, մեր բազում եւ անթիվ մեղքերը մեզ շնորհեց, ինչպես Պետրոս առաքյալն ասում իրարու հանդեպ, ուրեմն սեր ունեցեք, որովհետեւ սերը ծածկում է մեղքերի բազմություն։ Մենք մոտավորապես հասկացանք, թե Աստված ինչպիսի սիրով մեզ ծածկեց մեր անցյալի մեղքերը եւ այսօր նույն սիրով մեզ ծածկում է, մեզ շարունակում է, մեզ օրհնում է փառք Տիրոջը։ Աստծո պատկերը կրելը եղբայրներ մեծագույն պատիվ եւ առավելություն է եւ մենք շատերս օրինակ դրա մասին չգիտենք, մանրամասնություններ չգիտենք։ Աստծո հոգեվոր որպես Աստված, որ ինքը որ հոգեվոր էակ է, այդ նույն մասնիկը մեզ է շնորհել։ Ես հիշում եմ, որ առաջի անգամ հանդիպեցի Ծննդոց 9-րդ գլխի 6-րդ համարի մեջ, այնտեղ շատ պարզ գրված է օրինակ մարդասպանության վերաբերյալ, որ շատ մարդիկ այդպես չեն պատկերացում։ Օրինակ 9-րդ գլխի 6-րդ համարի մեջ մինչև այդ ես ընթերցեմ մի քիչ վերևից, որտեղ Մովսեսն է գրել իհարկե այս գիրքը, տեսեք ինչ է ասում։ Եվ անշուտ ձեր կյանքի արյան համար հաշիվ պիտի պահանջեմ ամեն գազանի ձեռքից եւ ամեն մարդու ձեռքից պիտի պահանջեմ։ Հիմա ենթադրենք մարդը ընկել է գազանի ձեռքը, հոշոտվել է, կամ մարդը մարդու ձեռքով սպանվել է։ Տեսեք, այստեղ ինչքան կարևոր միտք կա։ Մարդու կյանքը ասում է եղբոր ձեռքից պիտի պահանջեմ, ով որ մարդու արյուն թափե, իր արյունն էլ պիտի թափի, քանզի Աստված իր պատկերի պես ստեղծեց մարդը։ Աստված իր պատկերի պես ստեղծեց մարդը։ Եվ այստեղ է, եղբայրներ, քույրեր, այն նրբությունը, որ չգիտեմ, այսօր պատերազմներ, մարդիկ այսպես խոտի նման հնձվում են, մարդիկ ուղղակի արժեք չեն տալիս մարդկանց կյանքը կարող են այսպես ռմբակոծումներով հազարավոր մարդիկ մահվան ենթարկվել եւ սրա նման շատ ուրիշ բաներ, բայց ասում է մարդու արյան գինը ես պիտի պահանջեմ
որովհետև մարդու կյանքը արյան մեջ է, ասում է, մանավանդ, որ մարդը Աստծո պատկերով է ստեղծված։ Ավելին, երբ որ մենք մեր փոխհարաբերությունների մեջ ենք նայում, եղբայրներ, քույրեր, Հակոբոս առաքյալը մի հատ ուրիշ բան է ասում։ Ասում է, որ զգույշ եղեք ձեր արտահայտություններին։ Ես խոսում եմ Աստծո պատկերի մեծության մասին, որ մենք ամենքս ենք կրում, եղբայրներ, քույրեր։ Ասում է հետևյալը. զգույշ եղեք, ասում է ձեր արտահայտություններին, ձեր լեզվին անգամ։ Ասում են լեզվով Հակոբոս 3-րդ գլխի 9-րդ համարն եմ ընթերցում, լեզվով կորտնենք Աստված, Հայրը, եւ նրանով կանիծենք մարդկանց, ուշադրություն դարձրեք, որոնք Աստծո նմանությունով են ստեղծված։ Տեսեք, հարցը ինչքան նուրբ է, չէ՞, եղբայրներ, քույրեր։ Ասում է, նույն լեզվով մենք օրհնում ենք Աստված, շատ լավ է, բայց նույն լեզվով մենք անիծում ենք մարդկանց կամ հայոյում ենք մարդկանց, որոնք Աստծո նմանությունով են ստեղծված, Աստծո պատկերով են ստեղծված։ Տեսեք, հարցը որքան նուրբ է, չէ՞, եղբայրներ, քույրեր։ Լեզվի, մեղանչման կամ վերաբերմունքի կոշտության հետ կապված եւ նման բաներ։ Այդ չեմ խոսում վեճեր, կռիվներ, իրար հարվածել եւ այլն, սրանք խոսում են նաեւ այս նրբության մասին, որ ես դիմացի մարդու հետ, որ առնչվում եմ, գործ ունեմ Աստծո պատկերի հետ։ Մեր մտքով անցել է երբևէ եղբայրներ, չէ։ Որքան էլ մեղավոր այլանդակված մարդ լինի մեղքի պատճառով։ Հիմա դրա մասին ենք խոսենք, որ մարդը Աստծո պատկերից ուղղակի ընկել է, բայց միևնույնն է, Աստծո խոստումը, Աստծո, ասենք, վերաբերմունքը նույնն է։ Խոսեցինք սիրո մեծության մասին, նորից եմ ուզում այդ միտքը հիշեցնել, մի անգամ այդպես ռադիո է լսում, հոգևոր հաղորդաշար էր, եւ հովիվներ են նստած ստուդիայում եւ հեռաձայներով հարցեր են տալիս եւ անմիջական այսպես բլից հարց ու պատասխան։ Եվ մի երեխա էր ընդհանրապես զանգել մանկական ձայնով հասկանալի էր, որ երեխա է խոսում, ասում է, կարող եք ասել ինչու է Աստված մարդուն սիրում։ Պատասխան եղավ այսպես դրանից, բայց ուղիղ պատասխանը ես կարծում եմ հետո շտկվեց, նա է, որ Աստված իր պատկերով է ստեղծել մարդուն։ Իրեն նման մեկն է։ Ինչու Հիսուսը օրինակ իր աշակերտներին ասեց ձեր հայրը, ձեր բոլորի հայրը երկինքն է։ Դուք չգիտեք դրա մասին։ Որևէ ծնող իր պատկերով, այսպես ծնյալ երեխայի նկատմամբ անուշադիր լինել չի կարող, եղբայրներ, քույրեր։ Առավել եւս, երբ որ մենք Քրիստոսով հաշտված ենք, երբ որ մենք ընթացքի մեջ ենք իր պատկերին կերպարանակից դնելու։ Այսօր եթե մենք հավաքվել ենք Տիրոջ տան մեջ, նորից վերհիշեցնեմ Տիրոջ տան կարևորությունը, հիշեցրել եմ, հիշեցնելու եմ եւ պիտի հիշեցնեմ։ Անկամ մտքովս ասում եմ, այսպես մեծ համար գրել, որ համարը Եվրայեցիս 10-րդ գլխի 24-րդ համարը մեկտեղ հավաքվելը մի թողնեք։ Մեկտեղ հավաքվելը մի թողնեք։ Հիմա եղբայրներ, մենք հավաքվել ենք Տիրոջ տան մեջ եւ այսօրը եւս այն մասնիկներից մեկն է, որ Աստված իր խոսքի միջոցով մեր մեջ ինչ որ մի հատ շիֆտ է անում, ինչ որ գործողություն է անում անտեսանելի իր պատկերին ձևակերպելու, իր պատկերին նմանեցնելու։ Ուրիշ խոսքով ասած, իր մուրճն է օգտագործում մեզ հղկելու այդ անտաշ քարը տաշելու եւ ձևակերպելու Քրիստոս մեր մեջ։ Իմ ամեն մեկի կյանքի մեջ ինչ չափով է ընթացքը առաջ գնացել, միայն դա Տերը գիտի։ Բայց որ մենք դեռ անկատար ենք, որ մեր կյանքի մեջ դեռ շատ բան կա անելիք, սա մենք բոլորս գիտենք, եղբայրներ, քույրեր։ Թող Աստծո անունը փառավորվի։ Մենք Քրիստոսի Աստծո պատկերը հենց տեսնում ենք ավետարանի մեջ, եղբայրներ, քույրեր։ Հենց Աստծո խոսքի մեջ, որովհետև այդպիսի խոսք կա, եղբայրներ, քույրեր, որ Եբրայեցիների առաջի գլխի հենց 3-րդ համարն է, որ ասում է Քրիստոս իր փառքի լույսն է եւ իր էության բուն պատկերը։
իր էության բուն պատկերը։ Ես հիշեցնեմ, որ Հակոբոս ներողություն, Մարկոս ավետարանը սկսում է այսպեսի մի գեղեցիկ համար, ուղղակի մեջ բերում ան, այս համարը ես հիմա ուղղակի միտքս եկավ, տեսեք ինչքան հզոր համար է, ինչքան հզոր Աստծո որդու Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը, հետաքրքիր խոսք է, չէ՞, այսինքն առաքյալների միջոցով ավետարանչի միջոցով, որ այս ավետարանը գրվել է, ընդհանրապես այդպեսի պատմագրական տեղեկություն կա, որ առաջի ավետարանը, որ գրվել է, դա Մարկոս ավետարանն է գրվել։ Շատ հակիրճ ավետարան է, ավելի քիչ գլուխներով, 16 գլուխ։ Եվ ինչով է սկսում ավետարանը, ասում է Աստծո որդու Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը, այսինքն այս ավետարանը դա Աստծո որդու պատկերն է, նրանն է, եւ ոչ մեկը իրավունք չունի այն սեփականացնելու կամ թեև Պողոս առաքյալը մեկ համարձակում ասում է իմ քարոզած ավետարանի համաձայն երկնքի տակ բոլոր ստեղծվածների պիտի քարոզվի ավետարանը եւ պիտի ամեն մարդ կանգնի Տիրոջ առջև ավետարանի խոսքի համաձայն։ Երբ որ սատանան խաբեց Ադամին եւ Եվային Եդեմական պարտեզի մեջ, խաբկանքներից մեկը նաև դա էր, որ այդ պտուղը պիտի ուտեին, ասաց, եթե ուտեք, ինչպիսին կլինեք, աստվածների պես կլինեք։ Եվ սա գայթակղիչ էր։ Մինչ իրենք արդեն Աստծո պատկերով ստեղծված էին, նրանք ունեին կատարյալ պատկերը։ Ադամը Եդեմական պարտեզում ուներ այդ պատկերը եւ այդ հաղորդակցությունը ուներ հոր Աստծո հետ, երբ որ ասում է գիշերները, երեկոները Աստված այցելում էր Եդեմական պարտեզ եւ իրար հետ հաղորդակցություն էին, բայց մեղքի պատճառով այդ կապը կդրվեց եւ նա ստիպված էր ամոթից իր մերկությունը ծածկելու համար թաքնվել թզենի տակ, որովհետեւ մեղքը պատել էր իր կյանքը եղբայրներ քույրեր, ինչպես նաեւ Եվայի համար։ Մարդը երբեք Աստված լինել չի կարող, Աստծո պես կարող է լինել։ Այդ խոստումը կա։ Ուղղակի սատանայի խաբկանքը գիտեք ինչու՞մն էր, սուտը որտեղ էր, որ ինքը ավելին պիտի իմանա, շատ ավելին պիտի իմանա։ Մինչ Աստված արդեն այդ խոստումը տվել էր, եւ գիտեք, Աստծո պատկերին նմանակից լինելը դա հենց գրված է Սաղմոս 82 եւ Սաղմոսի 6-րդ համարի մեջ ասում է. «Եվ ասեցի, դուք աստվածներ եք, եւ դուք ամենքը բարձրյալի որդիներ եք»։ Իմիջիալոց ասեմ, որ Աստված բառը այստեղ փոքրատարով է գրված։ Այսինքն Աստծո նմանակներ եք։ Մենք իր էությունից ենք, իր պատկերն ենք, եղբայրներ քույրեր։ Երկրի բոլոր հիմերը շարժվեցին, բայց մարդկանց պես պիտի մեռնեք ու իշխաններից մեկի պես պիտի մեռնեք։ Այսինքն աստվածները երբեք չեն մահանում, բայց մենք տեսնում ենք, որ մեղքի պատճառով մահը ուղղակի տարածված է ողջ մարդկության վրա։ Եվ մենք տեսնում ենք եղբայրներ քույրեր, որ իր պատկերի կերտումը կատարվում է մեր կյանքի մեջ հոգևոր աճի ճանապարհով։ Հիմա նախ պիտի մարդը ի սկզբանե իր արժեքը գնահատի, որ ինքը Աստծո պատկերով ստեղծված մեկն է, որ Աստված իրեն գին է տվել, հələ տեսեք համարները կողքի եթե շարենք։ Եթե օրինակ Հիսուս ասում է ինչ կշահի մարդ, եթե ամբողջ աշխարհը վաստակի եւ իր հոգին կորցնի, ինչ կշահի մարդ, այսինքն սա ասել է, որ ամբողջ աշխարհը իր հարստությամբ, իր արժեքներով մի կողմ, մարդկային հոգին մի կողմ, կտեսնենք, որ Աստված սրան ավելի բարձր արժեք է տալիս, քան թե մնացած արժեքները, ինչ որ կա այս աշխարհի վրա։ Իսկ մարդը դրան տեղյակ չի, գիտակից չի, հակառակորդը սատանան կամ մեղքի խավարը այդ աստիճան մարդուն մթագնել է, որ մարդը նույնիսկ իր արժեքը չգնահատելով, չհասկանալով, թե Աստված իրեն ինչ գին է տվել, երբեմն մարդիկ հուսահատությունից գնում են իրենց կյանքին են վերջ տալիս։ Երբ որ այդ կյանքը իրենց ինքը չէր տվել իրեն, երբ որ Աստված է տվել։ Էլ չեմ ասում, որ մարդը դիմացինի կյանքն է վերցնում, երբ որ դու այդ կյանքը չես տվել այդ մարդուն,
Երբ որ այդ մարդը Աստծո պատկերով է ստեղծված եւ այլն։ Ուրեմն իր պատկերին կերպարանքից լինելը կատարում է ինչ որ ճանապարհով եւ նպատակներից մեկը հոգեվոր կյանքի այդ ճանապարհների մեջ մեզ Տերը սովորեցնում է մեր անհատականությունը պաշտպանելով։ Ինչ է խոսում անհատականության մասին, որ չգիտեմ հիմա 7 միլիարդ թե 7.5 միլիարդ հասել է, չգիտեմ երկրի վրա բնակչությունը եղբայրներ։ Եվ դարերի ընթացքի մեջ միլիարդավոր մարդիկ ունեն յուրաքանչյուրը իր անհատականությունը։ Ոչ մեկ մյուսին երբեք ու երբեք չի կրկնում։ Անկամ երկվորյակները, որոնք միաբջիջ այսպես ծննդով են ծնվում եւ խնձորի կդրած խնձորի երկու կեսեր են, սրանք եւս անհատականություններ են իրենց տարբերությամբ։ Անհատականության ամենաառաջին նշանը գիտեք որն է։ Մատնահետքը, որ երբեք չի կրկնում։ Ինչ հրաշք է, չէ՞ սա։ Ասում են, որ ձյան փաթիվները, որոնք հերադակի տակ դնում են, որ միլիարդավոր թիվ չկա դրան, երկնքից եկող ձյան փաթիվները իրենց բյուրեղային կառուցվածքով նորից իրար չեն կրկնում։ Սա Աստծո ստեղծագործության մեծությունն է։ Եվ այս մեր անհատականությունը պաշտպանելով եղբայրներ, քույրեր, մենք անցնում ենք ընթացք։ Հիսուսը ասեց. Ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք եւ ավելի կյանք։ Այս սա հենց այդ կերպարանափոխման ընթացքն է, առաջանալու ընթացքն է, կատարելության գնալու ընթացքն է, որը պիտի նաեւ ավարտվի երկրավոր ընթացքը հավիտենական շարունակությամբ իր փառավոր պատկերին կերպարանքից։ Հիմա եղբայրներ, քույրեր, եթե ավելի կյանք, բանեղությունները, բա մեր կյանքում տեղ գտած փորձությունները, դժվարությունները ինչի համար են։ Պատկերացրեք, եղբայրներ, եթե մեր կյանքի մեջ ամեն ինչ իր տեղը լիներ, ոչ մի խնդրեմ չունենայինք մեր կյանքի մեջ, հոգևոր կյանքի մեջ առաջացում կլիներ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև դա մենք մեր կյանքի մեջ ենք նկատում, մեր ապրելակերպի մեջ ենք նկատում։ Երբ որ մեր մեջ ամեն ինչ շատ լավ է, ոչ մի խնդիր չունես, առողջական խնդիր չունես, նյութական խնդիր չունես, ֆինանսական խնդիր չունես, չգիտեմ, տարբեր դժվարություններ չունես եւ այսպես ընթանում ես ու կարծես թե ոչ մի բանի կարիք էլ չունես, մարդը սկսում է ավելի հանդարտվել, երբեմն նաեւ սատանան կարողանում է դրան էլ հասնել, որ մարդը սկսում է Աստծո կարիքներ չունենալ, մինչև որ մի հատ ահազանգ չգա այդ մարդու կյանքի մեջ։ Մի հատ դժվարություն, մի հատ փորձություն չգա, եւ մարդը արթնանա եւ սկսի Տիրոջ երեսը փնտրել։ Ասում են, չէ, որ մինչև նեղը չի գնում, Աստծուն չի կանչում այս մարդը։ Բայց մենք, եղբայրներ, քույրեր, այն ժողովուրդն ենք, որ պիտի վարժվենք։ Պողոսը դա է ասում է, որ ես վարժված եմ թե լենության, թե նեղության մեջ, թե առատության մեջ, թե չքավորության մեջ, թե փորձության մեջ, թե նեղության մեջ վարժվել եմ եւ հոժար եմ տառապանքների, նեղությունների, դժվարությունների, որովհետեւ երբ որ տկարանում եմ, անգամ այն ժամանակ ինչ եմ անում, զորանում եմ, ինչի համար, որովհետեւ մարդու կյանքի մեջ մի տաշեղ էլ քերտվեց, տաշվեց, շտկվեց Տիրոջը ավելի նմանվելու։ Ուշադրություն դարձրեք, նկատեք ձեր կյանքի մեջ, երբ որ մտել եք որևէ փորձության այսպես թունելի միջով, որը երկար է թվացել, կարճ է թվացել, կարևոր չէ։ Աստված մեր կարողության չափով ինքը գիտի մեզ ինչպես անցկացնել։ Բայց երբ որ դուրս եք եկել այդ թունելից, դուք նույնն եք եղել ինչ որ թունելի սկզբում, չեմ կարծում։ Ինչ որ բան փոխվել է ձեր կյանքի մեջ։ Ինչ որ բան ձեր վրայից վերցվել է։ Ինչ որ բան հասկացել ենք վերջապես։ Ասում ենք, լավ, այս դժվարությունը պիտի նոր հասկանանք, այո։ Եվ դրա համար Պողոս առաքյալը ասում է, մենք նույնիսկ բարձրանում ենք նեղությունների մեջ։ Հակոբոս ասում է, ուրախության արժանի բան համարեք, երբ որ փորձությունների միջով եք անցնում, գիտենալով, որ այդ փորձությունը ձեր կյանքի մեջ բերում է փորձառություն, համբերություն, հույս, եւ հույսը երբեք ամոթով չի թողնում։
Մենք ինչու են կանգնած իրար կողքի տրտմած քրոջը կամ եղբորը ասելու, որ եղբայր քաջալերվիր, որովհետև եթե հիմա իմ պայմանների մեջ ես բարվոք եմ, անցել եմ որոշակի փորձառություն, ունեմ այդ իրավունքը շնորհքը եղբորը քաջալերելու ասելու, որ Աստված այս բոլոր բաները կարող է բարիին գործակից անել քաջասիրտ եղել եղբայր։ Վաղը ես կգնամ նեղության փորձության մեջ, մյուս եղբայրը, մյուս քույրը ինձ քաջալերի եւ այսպես եկեղեցու միասնության մեջ, մարմնի մեջ մենք առաջ ենք։ Փառք Տիրոջը սրա համար եղբայրներ քույրեր։ Նորից մեկտեղ հավաքվելը չթողնենք։ Ինչպես ոմանք սովորություն ունեն, որտեղ կարևոր բան ունենք մենք առնել։ Նորից մի փոքր այդ ուղղությամբ բացվենք, յուրաքանչյուր պաշտամունք եզակի է, եղբայրներ քույրեր։ Ինչպես մարդու յուրաքանչյուր օրն է եզակի, դա կրկնվող չէ, նույնիսկ որ պաշտամունքը եզակի է։ Իր քարոզխոսությամբ, իր երկեցողությամբ, իր աղոթքի ներկայությամբ, մթնոլորտով, դա եզակի է ամբողջ հավիտենականության մեջ։ Եթե հավիտենականության մեջ եղբայրներ քույրեր, ես մոտավորապես այսպես եմ պատկերացնում, օրացույց լինի մեր առջև բացված, մոտավորապես sense եմ պատկերացնում, Տերը մատը պիտի դնի ասի, որ այս կիրակի, որ դու բացակայել ես, քեզ համար շատ կարևոր պատգամ կար, որից դու զրկվեցիր։ Ես չեմ ուրճացնում, չեմ մեծացնում, դա իրականություն է եղբայրներ։ Ճիշտ այդ նույն զգացողությունը ես հենց հիմա ունեմ բացակաների նկատմամբ։ Ասում եմ, խոսում է Աստծո խոսք, շատ կարևոր խոսք է խոսում եւ բացակայ են։ Ինչքան էլ քույրը կամ եղբայրը տունը սուրբ գիրք կարդա, հիմա դրա մասին եք խոսենք, աղոթ կանի, անգամ եկեղեցու պաշտամունքները, ձայնագրությունները լսի, դա չի փոխարինում Տիրոջ տան մեջ գտնված լայվ կենթանի ներկայությունը վայելելու հետ։ Ոչ մի համեմատություններ չկա եղբայրներ քույրեր։ Տերը թող օրհնի։ Գիտեք, Բարթեմեոսը, երբ որ աղաղակում էր, ասում էր Հիսուս որդի Դավթի ողորմե ինձի, ասում են ձայնդ կտրի, ձայնդ աշակերտները փորձում էին լրացնել իրեն։ Բայց Բարթեմեոսը խիեր աղաղակում, չի համար էր աղաղակում, գիտեք, որտեղ դա իրեն միակ շանսն էր։ Այդ պահը իրեն համար մեկ շանսն էր, հնարավորությունն էր։ Եթե չկանգնեցներ Հիսուսին, նա այդպես էլ կույրեր մնալու էր։ Պատկերացնում եք, Ռոբինզոն Կրուզոյի ֆիլմը ով է տեսել։ Երբ որ կղզից տեսնում եմ մի հատ նավ է անցել, իր ամենավերջի միջոցներն է բանան, որ տեղյակ պայի, որ ես այստեղ եմ, մարդ կա այստեղ։ Հիմա նույն ձևով, եղբայրներ քույրեր, երբ որ մենք Տիրոջ տան մեջ ենք, պիտի գիտենանք, որ սա եզակի հնարավորություն է, այս նյութը, այս ներկայությունը, այս վկայությունները, ինչ որ մենք հիմա լսեցինք, չի կրկնվելու։ Եղել է նույն օրինակ նմանները եղել են, բայց նույնը չի եղել։ Ինչու նույնը չի եղել, որովհետև Աստված միշտ նորության, միշտ թարմության Աստված։ Շատ ժամանակ ասում են հավիտենական կյանքի մեջ ես ինչ պիտի անեմ։ Խեղճ ծերունուն ասում ես, ուզում ես հավերժ ապրել, դե ասում է հոգնեցինք արդեն էլ ինչ ապրենք, ահա, հոգնել ենք։ Բայց հավիտենական կյանքը հավերժ նորությունների, թարմը օծության, Աստծո ներկայության նոր վայրկների հավերժությունը։ Այլապես սերոբեները, քերոբեները գիշեր ու ցերեկ չէին ասի սուրբ ես, սուրբ ես, սուրբ է ամենակալ Տեր Աստված, որ է եւ որ պիտի գաս։ Լավ անverջ կարելի է նույն բանը կրկնել եւ մի քարոզի շատ հետաքրքիր բացատրություն է տալիս։ Ասում է սերոբեները, որոնք կանգնած են աթոռի շուրջը, նրանք տեսնում են Աստծո իրական պատկերը, նրա էությունը։ Թերևս ոչ ամբողջական։ Դեմքը միշտ փայլի մեջ է։ Ինչի համար ամեն անգամ զարմանքով են ասում։ Եվ որ ասում են սուրբ ես, հաջորդ պահին մի ուրիշ սրբություն է բացում Աստծո, նորից են ասում սուրբ ես։ Մենք որ երգերը երգում ենք շատ ժամանակ, մեզ համար կրկնություն է, կամ չգիտեմ,
այս երգը վերջի անգամ քանի ամիսներ առաջ ենք երգել, ես չեմ հիշում, բայց հավատացեք, որ ամեն անգամ Տիրոջ ներկայության մեջ երգող անձը պիտի զգա այս բանը, որ ինքը այդ երգը երգում է կարծես թե առաջին անգամ։ Կա այսպիսի վկայություն մեր մեջ։ Թող Տերը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տիրոջ անունը փառավորվի։ Տեսեք, ավետարանի միջոցով մենք ինչպես ենք նորոգվում։ Պողոս առաքյալը հետևյալն է ասում. Արդ ասում է Տիրոջ հոգին է, եւ ուր որ Տիրոջ հոգին կա, այնտեղ ազատություն կա, Տիրոջ հոգին որտեղ է, իր ժողովքի մեջ։ Եթե Տեր Հիսուս ասում է, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված ես այնտեղ ներկա եմ, դա մեխանիկորեն ասեմ, բնականորեն ասեմ, հետևաբար ասեմ, դա Սուրբ Հոգու ներկայությունն է։ Որտեղ Տեր Հիսուս ասում լավ է, որ ես գնամ, եթե ես չգնամ, Սուրբ Հոգին ձեզ չի գա։ Ու եթե մենք այսօր հստակորեն, վստահորեն ասում ենք, Տերը ներկա է մեր մեջ, նա իր հոգով է ներկա մեր մեջ։ Իսկ Աստված հոգի է, նա շոշափելի չէ։ Նա իր ներկայությունը մեր մեջ հաստատում է նման վկայություններով, այ խոսքի վկայությամբ։ Ես հիմա ձեր առջև կանգնած եմ և Տիրոջ խոսքն եմ փոխանցում իմ տկարությամբ և զգում եմ, որ սա իմ շնորհքով չէ։ Սա Տիրոջ շնորհքն է և ձեր աղոթների պատասխանն է, եղբայրներ քույրեր։ Շարունակենք աղոթել, որպեսզի Տերը խոսքի դռները շարունակաբար բացի։ Աստծո փառավորի։ Տեսեք շարունակություն, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը որպես թե հայլի մեջ տեսնելով նույն պատկերի համաձայն ենք նորոգվում, փառքից փառք, որպես թե Տիրոջ հոգուց։ Տեսեք ինչքան պարզ է նորոգությունը մեր մեջ Սուրբ գրքի մեջ ներկայացված, որ մենք որպես թե հայլու մեջ, այսինքն հայլին այսօր Աստծո խոսքն է, որ կարդում ենք, որ քարոզվում է, որ Սուրբ Հոգին մեր առջև ներկայացնում է խոսքը իր օծությամբ, իր փառքով, մենք այդ հայլու միջոցով նորոգվում ենք իր պատկերին։ Մենք ճանաչում ենք ով է Տերը։ Գրքերը քննեցեք, ասում եմ, որով կարծում եք, որ հավիտենական կյանք պիտի ունենաք, այդ դրանք հենց վկայում են իմ մասին։ Հիսուսը այդպես էր խոսում։ Եվ այստեղ ասում է, մենք նորոգվում ենք, այսինքն երեկվա մեր ընթացքը այսօրվա ընթացքից պիտի տարբերվի, գիտեք ինչով, նորոգության մի նոր աստիճանով։ Այն որ մարդը մի պահ ասենց ասում է, այ հիմա նոր ոնց որ թե հասկացած ես ինչ էր։ Երկար տարիներ օրինակ լսել ես խոսքը, քարոզվել է, բայց հանկարծ այդքան տարիների մեջ դա քեզ այդքան չի բացահայտվել, որ չափ այսօր այս եզակի պաշտամունքի ընթացքի մեջ ես խոսում եմ եզակի, գիտեք, դիեզերքի հավիտենականության մասշտաբով, եղբայրներ քույրեր, թող Աստծո փառավորի։ Եվ այս process-ը կոչվում է Սուրբ Հոգու ձեռքով կատարված գործ, որովհետև Սուրբ Հոգուն հնազանդվելով է, որ մենք պիտի նմանվենք իրեն։ Նմանվել ասելը նաև այն չէ, ինչ որ քափի բառն է, անգլերեն շատ լավ է հնչում։ Քափի բառը, որ ինքը ուղղակի արտապատկերում է եւ վերջ։ Մենք նորից եմ կրկնում, ունենք մեր անհատականությունը, մենք ամեն մեկս յուրահատուկ կերպով ենք Սուրբ Հոգու ձեռքի տակ մշակում։ Ինչպես է դա տեղի ունենում։ Առաջինը, մենք ընտրում ենք ճշմարտությունը։ Հիմա եթե մենք ճշմարտությունը չընտրենք, որը մեզ պիտի ազատ արձակի աշակերտելու ճանապարհով, որտեղ ասում է, եթե ասում է իմ խոսքս լսեք եւ իմ ճշմարտապես իմ աշակերտները պիտի լինեք եւ ճշմարտությունը ձեզ պիտի ինչ անի ազատ արձակի։ Ճշմարտությունը նախ պիտի ընդունենք որպես մեզ համար միակ վստահելի խոսք։ Վստահում ենք Սուրբ Հոգուն, որ այդ խոսքի միջոցով մեզ սովորեցնում է, որը մեր մեջ ներգործում է ուժ, սեր, իմաստություն եւ կամեցողություն անգամ։ Գիտեք, մենք շատ ժամանակ ասում ենք, որ Աստված թողնում է մարդու կամքը ազատ։ Բայց այդ ազատության մեջ եւս Աստված կամքի ուժել շներելու զորություն ունի մեզ, եթե մենք ընտրում ենք իրեն հնազանդվել։ Մենք պետք է ուղղակի համագործակցենք Սուրբ Հոգու հետ։ Համագործակցել բառը մի քիչ այդպես շատ
մարդկային բան է, բայց համագործակցել ասել է թե հնազանդվելով։ Եթե Սուրբ Հոգին մեզ ինչ-որ բան է ասում, եղբայրներ քույրեր, մենք միայն հնազանդության ճանապարհով կարող ենք մեկ քայլ եւս իրեն մոտենալ, իրեն նմանվել։ Օրինակ մի քանի օրինակներ եմ ուզում հիշեցնել Հեսուի գրքի մեջ, երբ որ Հեսուն եկավ Մովսեսին ուրեմն փոխարինելու, Տերը խոսեց Մովսեսի հետ, ասեց ես այսօր քեզ հետ քո ձեռքով, քո միջոցով հրաշքներ պիտի անեմ եւ քեզ պիտի բարձրացնեմ ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդը իմանա, որ ինչպես որ Մովսեսի հետ է, այնպես էլ քեզ հետ պիտի լինի։ Եվ առաջին նշանը գիտեք որն էր, երբ որ նրանք պիտի Հորդանան գետով անցնեին։ Հորդանան գետով։ Մի սերունդ է փոխվել, որոնք երևի թե չեն հիշում, թե Կարմիր ծովով ինչպես անցավ։ Հիշում եք, Կարմիր ծովը ճեղքվեց եւ Աստծո ժողովուրդը անցավ, Փարավոնի զորքը մնաց, նույն փորձառություն ուզեցան օգտագործել, բայց մնացին Կարմիր ծովի ալիքների մեջ։ Եվ ինչ է ասում Տերը Հեսուին, ասում է, որ Ղևտացիներին ասա, որ վերցնեն տապանակը, ուխտի տապանակը եւ իջնեն կանգնեն Հորդանանի գետերի հենց ափը կանգնեն։ 12 անձել յուրաքանչյուր ցեղից, չէ՞ որ 12 ցեղեր էր Հակոբի ցեղերը, իրեն շուրջը կանգնեն եւ մտնեն։ Հիմա այստեղ տեսեք ինչ է կատարվում։ Ասում է Գառնան շրջան է, Հունցքի շրջան է, չգիտեմ ինչ է, ասում է Հորդանանն էլ վարարած է։ Հակառակ չի էլ ցամաքել, որ հեշտությամբ ասեմ, վարարած է, երևույթ է, լրիվ ուրիշ բան է ասում։ Ինչ պիտի կատարվի։ Կարդում ենք Հեսուի 3-րդ գլխի 13-րդ համարը։ Ու երբ բոլոր երկրի Եհովա Տիրոջ տապանակը վերցնող քահանաները ոտքերը Հորդանանի ջրի մեջ մտնեն, Հորդանանի ջուրը պիտի կտրվի, վերից իջնող ջուրերը կարկարակույտի պես պիտի կանգնեն։ Էսի Տերն է ասել Հեսուի միջոցով։ Հիմա այս նույն բանը Հեսուն փոխանցել է նույն Ղևտացիներին, որ պիտի մտնեն քահանաները, որ պիտի մտնեն եւ պիտի կատարվեր հրաշքը։ Ու երբ ժողովուրդը Հորդանանեն անցնելու համար իրենց վրաներեն չվեցին, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևից կգնային, երբ տապանակը վերցնողները Հորդանան հասան ու տապանակը վերցնող քահանաները ոտքերը ջրի մեջ մխվեցին, ինչպես որ նախապես Տեր ասել էր, որ ջրի մեջ կանգնեք, որտեղ Հունցքի բոլոր ժամանակը Հորդանանի ջուրը առատանալով իր բոլոր եզերքները ծածկել էր։ Վերից իջնող ջրերը կանգնեցին եւ Սարտանիկով եղող Ադամ քաղաքից շատ հեռու կարկարակույտի պես բարձրացան դաշտի ծովը ու այսինքն աղի ծովը իջնող կտրվեցավ եւ լռացավ։ Այսինքն իրենցից հետո ջուրը սկսեց ինչ անել, ցամաքել, մինչ վերևից գետը կանգնած է։ Սա բացառիկ հրաշք է։ Բնության օրենքներին հակառակ կանգնող մի հրաշք է, որը երբեք չի տեսնել այսպիսի բան։ Ընդամենը քահանաները ոտքերը դրել են, հնազանդվել են Աստծո խոսքին եւ գետի հոսքը կանգ արել եւ այստեղ ցամաքելը սկսվել է եւ նրանք սկսեցին հանգիստ այդ գետի միջով անցնել։ Հիմա օրինակի հետ բանը ուղղակի պատկերը ասեմ ձեզ, եղբայրներ քույրեր։ Համագործակցել Սուրբ Հոգու հետ, հնազանդվել Սուրբ Հոգու, այս կերպով է լինում, եղբայրներ քույրեր։ Տեր ասում է, որ գնա սա արա եւ այսպես պիտի լինի։ Մինչ մարդկային մտածելակերպը պիտի ասի, լավ, ջուրը թող կանգնի, հետո կմտնենք։ Չէ՞։ Մարդկային մտածելակերպ է, բայց Տերը Հեսուի միջոցով ասում է գնա ոտքը դիր ջրի մեջ, հենց առատացած ջրի մեջ դիր եւ ջուրը կանգնելու է։ Հիմա մենք մեր կյանքի մեջ եղբայրներ քույրեր, երբ որ պետք է հնազանդության քայլ անենք, մենք էսպիսին ենք, ադամական շահվածքը սա է։ Սրա մեջ մենք պիտի կերտվենք, շտկվենք։ Ուզում ենք երևույթը մեզ հաստատի, նոր ոտք դրենք։ Ասում է, բայց դու ոտքը դիր, այդ ջուրը կանգնելու է։ Ախրանկարելի է իմ հասկացողությամբ, իմ բանականությամբ անհասկանալի է, բայց Առակաց 3-րդ գլխի մեջ մի հատ գեղեցիկ համար կա, ասում է քո իմաստությունը դասում է մի վստահիր։
հապա քո ամբողջ սրտով Տիրոջը ապավինիր։ Եվ նա քո ճանապարհները կհարթի, Տիրոջ անունը փառավորվի։ Հնազանդության իհարկե շատ օրինակներ կան։ Տեսեք, Երիքովի նույն բարիսները, որ պիտի քանդվեին, նորից Հեսուի առաջնորդությամբ, Տեր ասել էր գնացեք այդ ահավոր բարիսները քանդելու մեկ միջոց կա, 7 օր շրջեք ուրեմն բարիսների շուրջը։ Եվ 7-րդ օրը ոչ թե մի անգամ, այլ 7 անգամ պիտի պտտեք, որից հետո թնդանոթները պիտի միացնեք։ Ինչ թնդանոթներ պիտի աղաղակեին եւ բարիսները վերից վար պիտի քանդվեր եւ նրանք որպես թե հարթավայրով մտան ու Երիքով քաղաքը գրավեց։ Այսպիսին է, եղբայրներ, քույրեր, մենք գիտեք հոգեվոր աճը նման է աճող սերմի։ Մեր մեջ որ կերտվում է Քրիստոսի պատկերը, նման է աճող սերմի, եղբայրներ, քույրեր, որ դրեցիր նա օրեցօր աճում է, կամ կառուցող տան, որ այսօր տեսար հիմքը դրած է, վաղ առաջի շարքը մի օր տեսնում ես որ շենքը վերջացած է, կամ մեծացող երեխայի։ Մեր մեջ այսօր մանկան նաև հանձնման արարողությունը մանուկը ծնվել է, մանուկը մեծանում է, բայց 3 օրինակի մեջ շատ կարևոր բան կա ասելու, եղբայր, նստել սպասելով ոչինչ չի լինում։ Օրինակ, եթե օրինակ սերմը պիտի ցանվի, սերմը նախ պետք է ցանող լինի։ Եվ այդ ցանածը ջրող է լինի, որպեսզի սերմը ժամանակին ինչ լինի, աճի։ Եթե տունը պիտի կառուցվի, շինարարներ են պետք, որպեսզի այդ տունը ինչ լինի, ժամանակի ընթացքի մեջ կառուցվի։ Եթե երեխան պիտի մեծանա, երեխային հոգ տանողներ են պետք, որպեսզի կերակրողներ են պետք, որպեսզի ահա այսպես է Աստված եւ մարդ փոխհարաբերության մեջ համագործակցությունը հնազանդության ճանապարհով, որպեսզի մենք օրերից մի օր վերջին հաշվով ավելի աճ ունենալով նմանվենք իր փառած պատկերին։ Աստծո անունը փառավորվի։ Իհարկե ջանքն է կարևոր։ Պողոս առաքյալը Եփեսացիս 4 գլխի հենց առաջի համարների մեջ այսպեսի խոսք ունի 4 գլխի 3-րդ համար։ Ես այդտեղ ընթերցեմ ձեզ բոլորի եղբայրներ։ Տեսեք Աստծո խոսքը որքան գեղեցիկ է։ Ասում է, որ ջանալով Սուրբ Հոգու միաբանությունը խաղաղության կապով պահել, մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես կանչվեցակ այն կոչի մեջ մեկ հույսով։ Ջանալով ձեր ամեն ջանքը գործադրեք ձեր եղած, ասենք, առաքինությունների վրա ավելացնելով։ Պետրոս առաքյալը այսպիսի խոսք ունի։ Հավատքի վրա ասում է աստվածապաշտություն, աստվածապաշտության վրա եղբայրասիրություն, սիրո վրա ժուշկալություն, համբերություն, սրանց վրա ավելացրեք ջանք անելով։ Ջանացեք, ասում է, որ երբ որ նա հայտնվի, ձեզ գտնի անբիծ եւ անարատ։ Թող Աստծո անունը փառավորվի, եղբայրներ, մեր ջանքը շատ կարևոր է, ուղղակի ժամանակի սուղության պատճառով մանրամասների մեջ չեմ մտնում։ Հռոմեացիս 12 գլխի 2-րդ համարի մեջ ասում է ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Ապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, ձեր մարմինները որպես կենդանի զոհ եւ Աստծո ընդունելի եւ հաճելի զոհ մատուցանելով, եղբայրներ, ձեր անձերը ներկայացնեն։ Մի շատ գեղեցիկ օրինակ կա, որ ինչու մարդու կյանքի մեջ եղած, ասենք, դժվարությունները եւ նեղությունները մեզ օգնում են, որպեսզի մենք գնանք կատարյալի։ Գիտեք, թիթեռնիկը մինչեւ որ պիտի թիթեռ դառնա, նա մինչեւ այդ ինչ է, թրթուրը։ Գիտեք, որ թրթուրը այսպես պատված մետաքսյա բանով ինքը իրեն կաղապար ունի։ Երբ որ գալիս է իր ժամանակը, այդ մետաքսյա կաղապարի վերևից մի փոքրիկ անցք է բացում եւ այդ թրթուրը, որ այսպես բարակ ворթի նման է, դեռ թևեր չունի, բան չունի, ինքը փորձում է շատ դժվարությամբ դուրս գալ այդ կաղապարի միջից։ Մի այդպես ուսումնասիրող բուսաբան, թե չգիտեմ, ասում է օգնեմ այս թրթուրին մի քիչ այդ անցքը կողքից մեծացնեմ, ինքը հանգիստ դուրս գա միջից։ Տրամաբանական է, չէ՞, ասում է այս խեղճ թրթուրը ասեն չարճարվում է, չի կարող։ Փորձում է, օգնում է եւ այդ թրթուրը մի կերպ դուրս է գալիս, բայց այլևս թևեր չունի նա։
Պարզվում է, որ այդ դժվարությամբ դուրս գալու ճանապարհի մեջ ինչ որ process է կատարում այս թրթուրի մեջ, որպես ինքը դառնա կատարյալ թիթեռ։ Հիմա մեր կյանքի մեջ երբ որ մենք փորձում ենք ինչ որ բաներ ճանապարհը մի քիչ լենացնել, մի քիչ ավելի հանգստավետ պայմաններ ընտրել կամ երբ որ դժվարության միջով ենք անցնում, նեղվում ենք, ասում ենք այս կամ այն բանը ինչու համար եղավ, մենք չենք մտածում, թե Աստված դրա մեջ ինչ կարևոր եւ մնայուն հետևանքները թողում մեր մեջ Քրիստոսի պատկերը, ուրեմն ձևակերպելու մեջ։ Գիտեք, Աստված օգտագործում է մի քանի բաներ այս իմաստով։ Դրա համար հոգևոր կյանքը որքան որ անհատական կյանք է, անհատական որոշման կյանք այնքան էլ ընդհանրական է, որպես եկեղեցի։ Մեկտեղ հավաքվելը մի թողնենք։ Տեսեք, Աստված օգտագործում է իր խոսքը։ Խոսքը Եղեսայրիսուրը թափանցեց մեր ներսը, սկսում է ներսի ծածուկ անկյունները լուսաբանել եւ մենք հասկանում ենք, թե մենք ինչի կարիք ունենք իրականության մեջ։ Բժշկելու, ազատագրվելու, վերջապես Տիրոջ ճանապարհների մեջ ավելի ուղիղ քայլելու։ Մեզ անհրաժեշտ է շրջապատող մարդիկ, ում հետ մենք շփվում։ Աստված դա էլ է օգտագործում։ Եղբայրներ, ավելին, հանգամանքներն է օգտագործում մեր կյանքում տեղ գտած։ Թե չէ մենք այդքան հանգիստ չենք կարող, օրինակ, Հռոմեացիս 8:28 համար այդպես ամեն անգամ sense որպես պատասխան գտնել մեր դժվարությունին, որ Աստված ամեն բաները բարիին գործակցության, ամեն բաները։ Խոսքը ասել է մեզ մեր միջավայրում գտնվող մարդկանց օգտագործելով, մեր պարագաները, մեր պայմանները օգտագործելով, Աստված այդ բոլորը մեր կյանքի մեջ բարիին գործակցության։ Շատերը կարծում են, թե աճման համար միայն Սուրբ Գիրք կարդալը կամ աղոթելը բավարար է, ինչպես օրինակ շատերը, մենք արդեն 26-27 տարվա փորձառություն ունենք այս եկեղեցում, որ հավաքում ենք, տեսել ենք մարդիկ, որոնք եկել հաղորդակից են եղել եկեղեցու եւ գնացել են։ Երբ որ խոսել ես հետ կամ հանդիպել ես, ասում ես իմ Սուրբ Գիրքն եմ կարդում, ես Աստծուց չեմ հեռացել, ես աղոթք եմ անում եւ այլն։ Բավարար է սա։ Աստծո ժողովուրդ, իհարկե ոչ։ Լավ բան է Սուրբ Գիրք կարդալը, կարևոր բան է, բայց առանց հաղորդակցության եղբայրներ մենք չենք կարող հոգեորապես աճել, որտեղ բուն աճման process-ը եղբայրներ հաղորդակցության մեջ է։ Մեկը տկար, մեկը զորավոր, մեկը ավելի քաղցր, մյուսը ավելի երբեմն նաև դառը։ Եվ այս պայմանների մեջ Աստված մեզ ուղղակի մշակում է։ Մի եղբայր կար, հետաքրքիր էր բացատրում, ասում է զեյթունը, գիտեք, ինչքան առողջարար պտուղ է։ Զեյթուն, ասում է, իր մեջ ունի թանկարժեք յուղ։ Յուղ ունի։ Բայց այդ յուղը հենց այնպես, ասում է, դուրս գալ չի կարող։ Զեյթունը ինչ պիտի անեն։ Պիտի ճզմեն, որպեսզի դրա մեջից յուղը դուրս գա։ Հիմա մեր կյանքի մեջ երբեմն մենք կարող ենք նույնիսկ ճզմվել պարագաների, պայմանների, մարդկանց կողմից, միջավայրի կողմից։ Եվ Աստված նպատակ ունի մեր միջի յուղ արտաբերելու, այսինքն անուշահոտությունը, Քրիստոսանման պատկերը արտահայտելու հենց այդ նեղությունների մեջ։ Բայց մենք արդյոք միշտ ենք այդպես վարվում, այդպես վերաբերվում մեր կյանքում տեղ գտած, ասենք, դժվարությունները, եղբայրներ, մենք պիտի սովորենք սովորել։ Երկու բառ կրկնում եմ իրար հետից։ Մենք պիտի սովորենք սովորել։ Այսինքն, եթե մեր կյանքի մեջ մի բան կա, մի բան է կատարվել, մենք պիտի սովորենք այդ դրանից ինչ կարելի է քաղել մեզ համար։ Աստված ինչ ունի մեզ սովորեցնելի։ Սովորենք սիրել մեկս մեկին։ Օրինակ Հիսուս ասում է, որ մեկս մեկ սիրեցեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Գիտեք, այս բոլոր փոխհարաբերությունների մեջ, այս բոլոր գործողությունների մեջ մեկ չափանիշ կա։ Ինչպես մենք սկզբում ասացինք, նա ստեղծվածների անդրանիկն է, նա Հիսուսը կատարելության բացարձակն է, որով մենք օրինակ ունենք, թե ինչպես օրինակ Հիսուսը իր խաչելությունից առաջ ասում է, գիտենալով, որ իր ժամանակը հասել է, որ հորից եկավ եւ
հոր մոտ պիտի գնա, սիրելով իրենները մինչև վերջն էլ նրան սիրեց։ Նա իր աշակերտների ոտքերը լվաց։ Ես հավատում եմ, որ նա Հուդայի ոտքերն է լվաց, թեև Հուդան հաղորդության չմասնակցեց, բայց նրա ոտքերն է լվաց, գիտենալով, որ նա է այն անձը, որ պիտի գնար եւ իրեն պիտի մատներ։ Տերը թող օրհնի մեզ ամեն մեկից, եղբայրներն, պատահական չէ, նրանք ովքեր մեկուսացված կյանքով են ապրում, եկեղեցու մարմնի մեջ չեն, նրանց կյանքում հոգևոր աճը դանդաղած է, կանգնած է նույնիսկ։ Ահա թե մարմինը ինչ կարևորություն ունի մեզ ամեն մեկից, եղբայրներ, որպեսզի մենք իրարու հետ միասին աճենք։ Դրա համար Աստծո խոսքի մեջ այսպես է գրված. մինչև որ մենք ամենքս էլ հասնենք հավատքի Աստծո որդու ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լինելու Քրիստոսի լրիվ հասակի չափ ունենալու, եւ այդ շնորհները տրված են եկեղեցում, ավետարանիչների, հովիվների, վարդապետների եւ մարգարեների միջոցով Աստված պարգև է տվել եկեղեցում, որպեսզի Աստծո խոսքը ժամանակին խոսվի, քարոզվի, ուսուցանվի, որպեսզի բոլորս միասին սովորացնողներ իրենց հետ միասին հասնենք կատարյալ Հիսուսի կատարյալ հասակի չափը ունենալու։ Աստծո անունը փառավորվի։ Հապա ասում է սիրով, տեսեք միության մեջ ինչ կա, սիրով ճշմարտությանը հետևելով ամեն բան նրանով աճեցնենք, որ գլուխ է, այսինքն Քրիստոս, որից բոլոր մարմինը մեկտեղ կազմված, բոլոր հոդվածները իրարու հետ հաղորդակցվելով կցված, ամեն մեկ մասի չափով ներգործելով, սիրով մարմնին աճում կտա իրեն շինության համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Գիտեք, վերջացնում ենք եղբայրներ։ Կարևոր չէ թե մենք ինչով ենք զբաղված։ Ասենք ինչ մասնագիտություններ ունենք, ինչ որոշումներ ունենք, ինչ աշխատանք ենք անում, ինչ ծրագրեր ունենք, կամ ինչ ենք անում ընդհանրապես, այդքան կարևոր չէ։ Կարևորը թե ինչպես ենք անում։ Տարբերություն կա սրանց մեջ։ Այսինքն մենք Քրիստոսավայել կերպով ենք անում, ինչ որ անում ենք։ Մեր աշխատանքը, մեր միջավայրը, հաղորդակցությունը Քրիստոսավայել կերպով ենք անում, թե մեր ուզած ձևով։ Այսինքն մի հատ շատ կարևոր հարցում կա ամեն մեկիս, որ ինչ կաներ Հիսուսը այս կամ այն պարագային, եթե քո տեղը ինքը լիներ։ Չէ, մենք ասում ենք օրինակ, չէ, որպես ինքը մեր բոլորի օրինակ։ Մենք ինքներս մեզ հարց տանք, այս կամ այն բանը, երբ որ մենք թույլ ենք տալի մեր կյանքի մեջ, արդյոք ինչ կաներ ինքը, Աստծո որդին։ Ես ընթերցում եմ առաջի Կորինթացիս 10-րդ գլխի 31-րդ համարը, մեր կարելի ասել վերջին համարն է, որ ասում է. Արդ թե ուտեք, թե խմեք եւ ինչ գործ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Գայթակղության պատճառ մի եղեք ոչ հրեաներին, ոչ հեթանոսներին եւ ոչ էլ Աստծո եկեղեցին։ Ինչպես ես ամեն կերպով ամենքին հաճելել եմ, որ ու չեմ փնտրում իմ անձիս օգուտը, հապա շատերին է որ փրկվեն։ Թող Աստծո անունը փառավորվի, եղբայրներ, եկեք իրապես, եթե աշխարհը հակառակ որոշումներով է գնում մեր մտածածի ավետարանի համաձայն, առաքյալ ասում է, որ այս աշխարհի կերպարանքը անցնելու է։ Աշխարհն էլ պիտի անցնի, նրա ցանկություններն էլ պիտի անցնեն։ Բայց ով որ Տիրոջ խոսքը պահե, նրանք հավերժ պիտի ապրեն։ Թող Աստծո անունը փառավորվի։ Կերպարանափոխության ընթացքը շարունակվում է։ Աստված իր գործը չի վերջացրել մեր կյանքի մեջ, եղբայրներ։ Աստված գործ ունի, որ սկսել է եւ իր օրհնյալ ավարտին պիտի հասնի։ Կանգնենք միասին երգեցողությամբ, որից հետո Եկեք միացեք
Եկեք